Փառք Տիրոջը, սիրելի եկեղեցի, ողջունում եմ բոլորիդ։ Ինչ է նշանակում աղոթք։ Բոլորն են աղոթում, բայց աղոթքը ինքը մի յուրահատուկ ցանկ է, որ դու ցանում ես։ Աղոթքը հենց այնպես խոսքեր չեն։ Սիրելիս, ուզում եմ դու պատկերացնես, աղոթքը դա ցանկ է։ Եթե դու սերմ չունես, դու զգաս ցանելու ինչ պետք է ցանես։ Պետք է սերմ ունենաս, որ ցանես։ Իսկ այդ սերմը որտեղից է։ Այդ հավատքդ որտեղից է, որ դու գնում ես ցանելու ու հավատում ես, որ դա պատուղ պիտի տա։ Խնդրում եմ անկեղծ լինենք, աշխարհում ինչքան են աղոթել։ Կամ այսօր էլ ինչքան աղոթքներ կա, որ հիմք չունի, սերմ չունի։ Դու աղոթում ես ու պատուղը չես տեսնում։ Կան թե չկան։ Աշխարհը լավ բան է ասում, այսինքն լավ բան չի ասում։ Աստված առաջ, որ մի դուր փակվում է, մյուսը կբացվի, օրինակներ են բերում սա, արտահայտություններ, որ բոլորս էլ արել ենք, բոլորս ենք արել, արել ենք, որովհետև Աստծուն չենք ճանաչել, բայց այդպես պատկերացրել ենք։ Ու գիտես հետաքրքիր է որն է, որ արել ենք ու մտածել ենք, որ այս մի դուռը, որ փակվեց, այն մեկը կբացվի։ Ու գնում ենք, տենում ենք, այն մեկն էլ է փակվել։ Ու հետո էլի է փակվում, ու չի ստացվում, ու խնդիրներ։ Ու մտածում ենք, լավ, երևի Աստված չկա։ Կամ էլ երևի կա, բայց զբաղված է Մայրամի, կամ մեր Ռուբենի, կամ մյուսի գործերով։ Գիտեք, սիրելիներս, աղոթքը դա սերմ է, որ պիտի ունենաս, որ ցանես։ Իսկ այդ սերմը տվողը գիտեք ով է։ Աստված ու Աստծո խոսքը։ Աստծո խոսքն է, որ այդ սերմը տալիս է քեզ, երբ որ դու սկսում ես Աստծուն ճանաչել, մոտենալ Տիրոջը, որպեսզի նվիրվես Աստծուն ու ճանաչես Աստծուն, երբ որ դու մի քայլ ես անում, Աստված կրկնակին է մոտենում քեզ։ Մենք միշտ փորձում ենք զգանք, տեսնենք։ Ով է լսել այսպիսի արտահայտություն։ Ով է տեսել Աստծուն։ Աստծուն տեսնող եղել է։ Աշխարհիկները շատ են, չէ՞ սիրում։ Երբ որ ասում ենք աշխարհիկ, մի նեղվեք, ժողովուրդ ջան, մենք էլ ենք եղել աշխարհիկ։ Պրոստը աշխարհիկները մեր հին վիպուսկն են։ Մենք աշխարհիկների նոր վիպուսկն ենք։ Այսինքն եղել ենք աշխարհիկ, հիմա դարձել ենք հոգևոր։ Հա։ Որն է դրա տարբերությունը, դա նա է, որ աշխարհում մի ձև ենք պատկերացրել։ Բայց հիմա Աստծուն սկսել ենք ճանաչել այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Հա։ Տարբերությունը դա է։ Այնտեղ երևակայում ենք, ստեղ իրականության մեջ ենք ապրում։ Այնտեղ լսել ենք ինչ որ մեկից, ստեղ մենք ինքներս ենք Տիրոջ ներկայությունը ճաշակում, կարդում, վերապրում։ Հա։ Աշխարհիկները ասում են, Աստծուն ով է տեսել։ Ասում սիրելիս, ով ազգացել, մենք չենք զգում, չենք տեսնում, ու մեզ թվում է, թե ամեն ինչը հենց այդ զգարանների վրա է կառուցվում։ Աստված ամեն ժամանակ քո կողքին է, քեզ հետ է։ Բայց եթե վարժված չես դու, հոգևոր մանուկ ես, դու չես կարողանում հասկանաս Տիրոջ ներկայությունը, չես անցալում Տիրոջը, չես իմանում։ Ու հաճախակի, երբ որ մենք չենք զգում, չենք լսում, գիտեք ինչա տեղի ունենում։ Մեծ մասամբ հիասթափվում ենք։ Կասկածանքների մեջ ենք ընկնում։ Մեկի հետ խոսում եմ այս վերջերս, խոսում է Աստծուց, որ ինքը հավատում է, բայց այն որ հարցը արդեն վերաբերվում է նրան, որ Աստված կենդանի զորավոր Աստված ասում է, բայց ով է տեսել Աստծուն։ Ասում եմ, բա որ չես տեսել։ Կամ կասկածում ես, որ Աստծուն ես հավատում։ Կխնդրեմ ասես։ Ինչ Աստծու ես աղոթում, եթե դու չես հավատում։ Բայց երբ որ գալիս ես Տիրոջ առջև, երբ որ վերցնում ես Տիրոջ կենդանի խոսքը, որը Աստվածաշունչն է, ու փորձում ես Աստծուն իրականում ճանաչել, բացում ես քո սիրտը ու նվիրում ես քեզ Տիրոջը, հավատա, որ Աստված հայտնում է իրան քեզ։ Աստված սկսում է հայտնել քեզ։ Աստված սկսում է երևալ քեզ։ Գիտեք,
Ելիցի 3-րդ գլուխ 4-րդ խոսքում այնտեղ գրված է, որ Աստված ուզում էր Մովսեսի հետ հանդիպեր, բայց Մովսեսը Աստծուն չէր ճանաչում։ Աստված ուզում է քեզ հետ հանդիպի, բայց դու դեռ Աստծուն չես ճանաչում։ Ես չեմ խոսում բոլորիդ մասին, սիրելիներս, ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր ծարավ են, ովքեր փափագում են, ովքեր ցանկություն ունեն, բայց դեռ հանդիպում չեն ունեցել Աստծո հետ։ Գիտեք, Մովսեսի այս պատմությունը նման է հենց մեր աշխարհիկ կյանքին։ Մովսեսի այս պատմությունը նման է մեր, սենց ասեմ, հին վիպուսկին։ Գիտեք, մենք էլ չկա մի մարդ, որ Աստծո անունը չտա, բայց կամ բազմաթիվ մարդիկ, որ Աստծո անունը տալով Աստծուն չեն հանդիպել։ Մովսեսը այդ մարդկանցից մեկն էր։ Իմ նման մեկն էր, որ դեռ աշխարհում էի։ Աստծո անունը տալիս էի, Աստծո անունով ինչ ասես ասում էինք, անում էինք, աղոթում էինք, գնում էինք խնդրահարույց գործերի, մտածելով, որ Աստված մեզ կպահի այդ չարիքից, ու մի օր հանկարծ Աստված վառվող մորենու միջոցով, որ վառվում էր, բայց չէր վերջանում։ Այսինքն մի աստվածային ներկայություն, մի աստվածային կրակ, որի մեջ չի վառվում։ Ու ասում եմ, Մովսեսը, երբ որ անցավ այդ մորենու մոտով, տեսավ։ Շրջվեց մի քանի քայլ էլ, բայց ասում եմ, նորից շրջվեց, նայեց ու նա ցանկացավ մոտենալ, որպեսզի տեսնի։ Գիտեք, Աստված այսօր ուզում է հանդիպես իրան։ Աստված այդ վառվող մորենու պես ջերմություն է տալիս քեզ։ Սպասում է քեզ այդ հանդիպման։ Ամեն վարքյան։ Այդ հանդիպումը ինչ է իրանից պարունակում, սիրելիս, դա այն ծարավն է, այն փափագն է, որ քո ներսում կա, որ իրականում դու ուզում ես հանդիպես Աստծո հետ։ Ուզում ես ճանաչես իրական Աստծուն։ Շատերը անենց գեղեցիկ կխոսեն ու մեծ բաներ կասեն, որ քեզ կթվա, թե իրանց նման ուժեղ հավատացյալ մարդ չկա։ Բայց նրանք լավ խոսում են, բայց երբեք չեն ուզում հանդիպեն Աստծուն, որովհետև իրենց գործերը չար են, որովհետև իրենց գործերը աշխարհի գործերն են։ Բայց այս պատմության մեջ գրված է, որ Մովսեսը փափագում էր ճանաչել Աստծուն։ Շրջվեց, մոտեցավ, եւ երբ որ մոտեցավ, գրված է, այդ վառվող մորենու միջից Աստված հայտնեց իրան Մովսեսին։ Հայտնեց Մովսեսին։ Այսօր Աստված իրան հայտնում է, սիրելիս, իր խոսքի միջոցով։ Այսօր Աստված հայտնում է իրեն եկեղեցու մեջ, քարոզի միջոցով։ Աստված այսօր հայտնում է իրեն, տեսնելով քո հավատարիմ սիրտը, տեսնելով քո փնտրտուքը, Աստված հայտնում է իրեն, քո այն ծածուկ աղոթքներում, որ դու անկեղծ անում ես Տիրոջ երեսը փնտրելու համար։ Աստված փնտրում է քեզ։ Աստված ուզում է, որ հանդիպես իրեն հետ։ Եվ այդ սերմը, որը մենք կարող ենք ձեռք բերել Աստծո խոսքի մեջ, Տերը ուզում է, որ դու ճանաչես, վերցնես այդ սերմը, որի մեջ կա գերբնական հավատք։ Ու գիտեք հետաքրքիր է որն է, որ Տիրոջ այդ սերմի մեջ, խոսքի մեջ կա համբերություն, կա համառություն դեպի արդարությունը, ոչ թե համառություն դեպի չարություն, դեպի չարաճճիություն, այլ համառություն դեպի հաղթանակներ։ Մատթեոս 13-րդ գլխում ինչից խոսում ենք Աստվածաշնչից, սիրելիս։ Այստեղ մենք խոսում ենք Աստծո խոսքը եւ մեկնում ենք այն իմաստությունը, որը Աստված իր խոսքի միջոցով ուզում է փոխանցի իր ժողովրդին։ Մատթեոս 13-րդ գլխում 24 խոսքից այստեղ Հիսուս Քրիստոսը ներկայացնում է մի պատմություն ու ասում է, որ
մի մարդ, մի բարի մարդ, բարի սերմ ցանեց իր դաշտի մեջ։ Ով է այս մարդը եւ որն է այս սերմը։ Սիրելիս, Հիսուս Քրիստոսը այստեղ ներկայացնում է Հայր Աստծուն։ Հայր Աստծո էությունը, բնավորությունը, որ Աստծո բոլոր գործերը բարի են։ Աստծո բոլոր գործերն են բարի։ Չկա մի գործ, որ բարի չլինի։ Աստծո բոլոր ցանած սերմերը բարի սերմեր են, որը բարի պատուղ պիտի տա։ Ու այդ սերմերը Աստծո խոսքն է, որ Աստված առատությամբ ցանում է մեր սրտերի մեջ։ Մարդիկ ասում են, եթե Աստված կանչի են հիվանդանում, ընչի են հիվանդությունները, մահերը, ցավերը, դժբախտությունները, դժվարությունները, բայց խոսքը շարունակում ու ասում է, ու երբ որ մարդիկ քնած էին, մի չար մարդ եկավ ու չար սերմեր ցանեց, այդ որոմներ ցանեց այդ արտի մեջ։ Ասում է, երբ որ հասունացավ, նոր այդ ժամանակ տեսան, որ ինչ որ մի չար մարդ եկել այդ բարի սերմերի մեջ չար բանա ցանել։ Այսօր երբ որ նայում ենք մենք մեր կյանքի դժվարություններին, դժբախտություններին, հոգսերին, ցավերին, սիրելիս, եկեք չմեղադրենք Աստծուն։ Աստված մեղավոր չի։ Գրված է մարդիկ քնած էին։ Գիտեք ինչ է նշանակում մարդիկ քնած էին, այդ ես ու դու ենք։ Որ քնած ենք Աստծո գործերի, Աստծո խոսքի մեջ, Աստծուն ճանաչելու մեջ քնած ենք։ Ժամանակն արթնանանք։ Ժամանակն է, որ վերցնենք Տիրոջ այդ սերմերը, այդ խոսքը ու շարունակենք Տիրոջ պես համառորեն, համբերությամբ, հոգատարությամբ բարի սերմերը ցանենք ու ցանենք մեր կյանքի մեջ։ Ես մի խոսք եմ ստացել այս տարվա համար, ու այդ խոսքը գրված է Սաղմոս 126, 5-ից 6-րդ խոսքեր, այսպես ասում է, արտասուքով ցանողները ցնծությունով կհանձեն։ Այն, որ գնում է եւ լաց լինում ցանելու սերմը տանելով, գալով կգա ցնծությունով, իր սուրենի խուրձերը բերելով։ Այս խոսքը այս տարվա համար խոսք եմ ստացել, սիրելիս, որ արտասուքով ցանողները ցնծությունով կհանձեն։ Այո, ամեն մեկս ունենք մեր խնդիրները, մեր հոգսերը, դա կլինի տարբեր տեսակի, չեմ կարող ասեմ, հիմա չեմ ուզում շեշտեմ, հիվանդություն, ցավ, հոգս, բեռ, փոխհարաբերություններ, բայց Տիրոջ խոսքը մի կարևոր բան ասում է, արտասուքով ցանողը, երբ որ դու ունես Աստծո խոսք, Աստծո սերմերը ու քո իրավիճակները վերցնում ու բերում ես Աստծո առջև ու սկսում ես ցանել քո կյանքի մեջ, ցանել այդ իրավիճակների մեջ, աղոթել ու հռչակել ու խոսել այդ իրավիճակների մեջ Աստծո անապական սերմը, սիրելիս, Աստծո խոսքն ասում է արտասուքով ցանողը, լացելով տանողը, որ միգուցե այսօր լացում ես դրա համար, միգուցե այսօր ծանր է քեզ համար, անելանելի է, չգիտեմ, բայց Տերը մի բան ասում, մի դադարիր, մի դադարիր, վերցրու ես խոսքը, ասում է լացելով ցանողը, գալով կգա ցնծությունով իր սուրենի խուրձերը ձեռքին, մի օր կգաս ու կտեսնես, թե ոնց է Աստծո գերբնական պատասխանը իջել քո ցանքի վրա։ Մի օր դու կգաս ու կտեսնես ոնց է ծիլ տվել ու պտուղ է տալիս այն քո ցանքը, որ քո դժվարության մեջ անգամ դու չհեռացար Աստծուց, այլ Տիրոջ սերմերը վերցնելով, ունենալով այդ առատությունը սերմերի, սկսեցիր ցանել։ Ու դու կտեսնես, թե ինչպես են այդ իրավիճակները փոխվում, սիրելիս։ Ես կուզեմ, որ այս խոսքը դու վերցնես։ Երկրորդ Կորինթացիս 9-րդ գլուխ 10-ից 11 խոսքերում ասում է այսպես. բայց նա, որ սերմ ցանողին սերմ է պարգևում,
եւ հաց կերակուրի համար, նա կպարգևի եւ կշատացնի ձեր սերմը եւ կաճեցնի ձեր արդարության պտուղը, ամեն բանի մեջ հարստացած ամեն լիությունով, որ մեզանով գոհություն է բերում Աստծուն։ Սա խոսում է մեր Տիրոջ մասին, որ նա, որ սերմ ցանողին սերմ է տալիս, ով է տալիս, Տերը, եթե դու վերցնում ես, եւ հացը, որ տալիս է կերակուրի համար, նա կպարգևի եւ կշատացնի ձեր սերմունքը եւ կաճեցնի ձեր արդարության պտուղը։ Նա կշատացնի քո սերմը, քո պտուղը, արդարության պտուղը։ Այնպես որ մի դադարի, սիրելիս, վերցրու ես խոսքը քեզ համար։ Եվ խոսքն ինչ ասում, ասում է, մեկը ցանում է, մեկը ջրում է, աճացնողը Տերն է։ Եթե դու չցանես, եթե այն մեկը չջրի, Տերը ինչ է աճացնի, Տերը ինչ է փոխի, Տերը որ հարցիդ պատասխան տա, եթե դու չես վերցնում Տիրոջից այդ սերմը ու չես ցանում քո կյանքի մեջ։ Այնպես որ թող այս տարին, սիրելիս, լինի առատության տարի։ Մենք առատությամբ վերցնենք Տիրոջից ու առատությամբ ցանենք մեր կյանքի մեջ։ Առատությամբ վերցնենք ու առատությամբ ցանենք այդ օրհնության սերմերը մեր ընտանիքի մեջ։ Առատությամբ վերցնենք ու առատությամբ ցանենք մեր երեխաների կյանքի մեջ։ Առատությամբ վերցնենք ու առատությամբ ցանենք մեր աշխատանքի, ֆինանսի, մեր շրջապատի, մեր հարազատների կյանքի մեջ։ Թող բոլորն էլ այս արդարության պտուղները տեսնեն։ Ամեն։ Փառք Հիսուսին սիրելիներս, Տերը թող օրհնելով օրհնի ձեզ, թանկագիններս,